Հայաստանի Հանրապետությունը 20 տարեկան է, փառք Հայաստանի Հանրապետությանը, փառք Հայաստանի զինված ուժերին, հուրրա! Զորանდეს զգաստ հանդիսավոր երդի Ես Մաշտերի հերավարությունը երկու գծային առաջին վաշտը ուի մյուսները աչ դրց հավասարությունը դեպի աչ քայլով Զորահանդեսի հրամանատար գեներալ գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորությամբ առաջ է ընթացում Պաշտպանության նախարարության մարտական դրոշի դրոշակակիր քառյակը։ Քառյակը գլխավորում է զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշանի ասպետ գեներալ լեյտենանտ Վալերի Գրիգորյանը։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի մարտական դրոշը զինվորական պատվի, արիության ու փառքի խորհրդանիշն է։ Հրապարակում Մոնտե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի թմբկահարներն են մարտական ծառայության մեդալակիր գնդապետ Վիտալի Ոսկանյանի հրամանատարությամբ։ Հայաստանի ազգային հերոս Մոնտե Մելքոնյանի վեհ գաղափարներին ու պատգամներին հավատարիմ վարժարանը տվել է մոտ 1000 շրջանավար, որոնցից շատերը համալրել են զինված ուժերի շարքերը։ Մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշանի ասպետներ գնդապետներ Ռոմիկ Մարգարյանի, Հենրիկ Մուրադյանի, Ալբերտ Կարամյանի գլխավորությամբ հպարտ, խրոխտ քայլերով անցնում են ազատամարտի փառապանց մարտիկները։ Օրինական եւ արդարացի է նրանց հպարտությունը, քանզի նրանց հերոսական սխրանքից է ծնվել հասակ արել մեր զինավար հպարտությունը, հայոց ազգային բանակը։ Հայ հոգևորականը միշտ եղել է հայ զինվորի զորականի կողքին եւ հատկապես օրհասական պահերին զորակից եւ աջակից եղել հայրենյաց պաշտպաններին։ Այդպես եղել է դարեր շարունակ Ավարայրից մինչև Սարդարապատ եւ Արցախյան հերոսամարտ, երբ հոգևորականները ոգեշնչել ու քաջալերել են հայոց բանակին, որի օրինակներից է հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարքև arczepiskopos Մարտիրոսյանի հոգևոր գործունեությունը։ Այսօր Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ եւ առաջնորդությամբ հոգևորականներն իրենց ծառայությունն են իրականացնում հայոց բանակում, որպեսզի զորեղ լինի հավատքը եւ հաղթական բազուկը հայ զինվորի։ Մոտ ապագայում զինված ուժերի բոլոր զորամասերը կունենան իրենց մատուռները եւ յուրաքանչյուր զինվոր հնարավորություն կունենա իր սրտի գոհունակ աղոթքն առաստված բարձրացնելու։ Զինված ուժերի հոգևոր ծառայության առաջնորդն է Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։ Շքերթը շարունակում են Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտները մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշանի ասպետ գեներալ լեյտենանտ Մարտին Կարապետյանի հրամանատարությամբ։ Այս հաստատությունը հայկական բանակի սպայական կազմի հիմնական դարբնոցն է։ Ինստիտուտում դասավանդում են մանկավարժական բազմամյա աշխատանքային կենսագրություն ունեցող զինվորական գործին նվիրված փորձառու մասնագետներ։
Ինստիտուտի շուրջ 3000 շրջանավարտներ արդեն համալրել են մեր փառապանտ բանակի շարքերը, որոնցից 1065-ը պարգևատրվել են շքանշաններով ու մեդալներով, գերատեսչական պարգևներով։ Ինստիտուտը կահավորված է նորագույն սարքավորումներով եւ օգտագործում է իր հարուստ ուսումնանյութական բազան, ունի հարմարավետ ուսումնական մասնաշենքեր, դասալսարաններ, մարզադաշտեր եւ հրաձգարաններ։ Ինստիտուտը ոչ միայն պետական, այլ նաեւ համազգային հոգատության կրթօրիակ է։ Հրապարակում մարշալ Արմենակ Խանթերյանցի անվան ռազմաավիացիոն ինստիտուտի կուրսանտներն են Վարդան Մամիկոնյան շքանշանի ասպետ, գնդապետ Դանիել Բալայանի հրամանատարությամբ։ Ինստիտուտը պատրաստել է շուրջ 500 օդաչուներ, շտուրմաններ, ինքնաթիռային, ուղղաթիռային եւ ավիացիոն սպառազինությունների տեխնիկներ ու ջարդարագետներ, հակաօդային պաշտպանության մասնագետներ, համազորային կապավորներ, որոնցից 206-ը արժանացել են շքանշանների ու մեդալների, գերատեսչական պարգևների։ Զինված ուժերի սպայակազմը համալրվում է նաև ուժծառայության գնդապետ Սամվել Գալստյանի ղեկավարությամբ գործող Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետի շրջանավարտներով։ Ռազմական կրթության ոլորտի բարեփոխումները իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի գերակա խնդիր հանդիսացող ռազմական կրթության հայեցակարգը ներկայացնում է ռազմական կրթության նոր քաղաքականությունը եւ համահունչ է պետական կրթական համակարգի ծրագրերին։ Ռազմական կրթության արդիականացված քաղաքականությունը կրթություն է նախատեսում ոչ միայն սպայական, այլ նաեւ արհեստավարժ սերժանտական կազմի համար։ Հրապարակում են Տիգրան Մեծ շքանշանակիր, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի խիզախ մարտիկները, բանակի շտաբի պետ, մարտական խաչ առաջին աստիճանի շքանշանի ասպետ, գեներալ-մայոր Լևոն Գնացականյանի գլխավորությամբ։ Պաշտպանության բանակը բանակի հրամանատար Արցախի հերոս գեներալ լեյտենանտ Մովսես Հակոբյանի, տեղակալներ Արցախի հերոս գեներալ-մայոր Սամվել Կարապետյանի, մարտական խաչ երկրորդ աստիճանի շքանշանի ասպետ գեներալ-մայոր Արմեն Ղահրամանյանի, մարտական խաչ երկրորդ աստիճանի շքանշանի ասպետ գեներալ-մայոր Վարդան Բալայանի, մարտական խաչ առաջին աստիճանի շքանշանի ասպետ գեներալ-մայոր Նելսոն Սողոմոնյանի, Արիության մեդալի ասպետ գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանի, մարտական խաչ երկրորդ աստիճանի շքանշանի ասպետ գնդապետ Գարիկ Սաֆարյանի, դիվիզիայի հրամանատարներ մարտական խաչ առաջին աստիճանի շքանշանի ասպետ գեներալ-մայոր Կամո Վարդանյանի, գնդապետ Միքայել Արզումանյանի զգոն ղեկավարությամբ ապահովում է Արցախի անվտանգությունը եւ ժողովրդի խաղաղ բարեկեցությունը։ Պաշտպանության բանակի արժանավոր հրամանատարներից են Արցախի հերոսներ Սամվել Բաբայանը, Վիտալի Բալասանյանը, Արշավիր Ղարամանյանը, մարտական խաչ շքանշանի ասպետներ Նորայր Դանիելյանը, Վաչագան Իշխանյանը, Վլադիկ Խաչատրյանը։ Պաշտպանության բանակի շուրջ 2000 զինծառայողներ պարգևատրվել են շքանշաններով ու մեդալներով, գերատեսչական պարգևներով։ Փառք Արցախի բանակին։ Հրապարակում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի առաջին բանակային կորպուսի ստորաբաժանումները, մարտական ծառայության մեդալի ասպետ, գնդապետ Տիգրան Փարվանյանի գլխավորությամբ։ Կորպուսի հրամանատարն է մարտական խաչ առաջին աստիճանի շքանշանակիր գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը։ Հանրապետության հարավ-արևելյան սահմանների պաշտպանությունը պատվով են իրականացնում Արիության մեդալակիր գնդապետ Թեմուր Շահնազարյանին, մարտական ծառայության մեդալի ասպետներ գնդապետներ Վաղինակ Բաղդասարյանին, Արթուր Մարտիրոսյանին, գնդապետ Դավիթ Ասատրյանին, Կամո Գրիգորյանին, փոխգնդապետներ Ալեքսանդր Ցականյանին, Սամվել Պողոսյանին վստահված ստորաբաժանումները։ Այս ստորաբաժանումների մարտիկները միշտ փառքով են դուրս եկել թեժ մարտերի թատերաբեմից։ Սյունյաց լեռների 316 քաջարի պաշտպաններ արժանացել են շքանշանների ու մեդալների, գերատեսչական պարգևների։ Այս կորպուսի շարքերում են սխրանքներ գործել եւ անմահացել մարտական խաչ առաջին աստիճանի շքանշանի ասպետներ Արա Հարությունյանը, Հայրապետ Նավասարդյանը, Մեխակ Մեխակյանը, Արմեն Հայրապետյանը, Գագիկ Մարգարյանը։ Հարկ հայոց աշխարհի Սյունյաց լեռների քաջարի պաշտպաններին։
Զորահանդեսը շարունակում են Հայաստանի զինված ուժերի երկրորդ բանակային կորպուսի մարտիկները արիության մեդալի ասպետ գնդապետ Հովիկ Օհանյանի հրամանատարությամբ։ Հարապան ծավալույթներ ունեն կորպուսի ստորաբաժանումները, որոնց հրամանատարներն են հայրենիքին մատուցած ծառայությունների համար մեդալի ասպետ գնդապետ Արթուր Բաղրամյանը, արիության մեդալի ասպետներ գնդապետներ Ստեփան Գևորգյանը, Սահակ Սահակյանը, Արամ Պետրոսյանը, Մարտական խաչ առաջին աստիճանի իշխանաշանի ասպետ գնդապետ Մուրադ Աբրահամյանը, Մարտական ծառայության մեդալի ասպետներ գնդապետներ Արա Սարգսյանը, Հրաչյա Հովանիսյանը, Ռուբեն Հովանիսյանը, գնդապետ Էդուարդ Տոնոյանը, Արտակ Մաղսուտյանը, փոխգնդապետ Հարություն Ամիրխանյանը։ Կորպուսի շարքերում են կռվել և հերոսացել մարտական խաչ երկրորդ աստիճանի իշխանաշանի ասպետներ Ալեքսանդր Թազագոլյանը, Գարիկ Գրիգորյանը։ Լեռնային տեղանքում մարտական գործողություններ իրականացնելու գործում հմտացած այս կորպուսի ստորաբաժանումները փառքով են պսակել իրենց մարտական ուղին և կարող են հպարտանալ ոչ միայն հաղթանակներով, այլ նաև դաստիարակած կադրերով։ Կորպուսի 364 զինծառայողներ պարգևատրվել են շքանշաններով ու մեդալներով, գերատեսչական պարգևներով։ Փառք ու պատիվ հայոց բանակի մարտիկներին։ Հրապարակում Հայաստանի զինված ուժերի 3-րդ բանակային կորպուսի մարտիկներն են, մարտական ծառայության մեդալակիր գնդապետ Արթուր Գրիգորյանի գլխավորությամբ։ Կորպուսի հրամանատարն է մարտական խաչ երկրորդ աստիճանի իշխանաշանի ասպետ գեներալ-մայոր Լևոն Երանոսյանը։ Կորպուսի նոր ձևավորվող 3-րդ հատուկ բրիգադի մարտիկները փոխգնդապետ Արտյոմ Սմբաջյանի հրամանատարությամբ հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի իմաստ են կազմում և պատրաստ են արագ արձագանքել կազմակերպության պատասխանատվության գոտում ցանկացած ճգնաժամերի։ Հանրապետության հյուսիսարևելյան սահմանների պաշտպանությունը վստահված է արիության մեդալի ասպետ գնդապետ Օնիկ Գասպարյանին, հայրենիքին մատուցած ծառայությունների համար մեդալի ասպետ գնդապետ Միհրան Մաղսուտյանին, մարտական ծառայության մեդալակիր գնդապետներ Սամվել Հակոբյանին, Արա Սարգսյանին, Նորիկ Ամիրխանյանին, Քրիստ Ալմասյանին, Անաստաս Խալղաջյանին, Հովանես Ավագյանին